Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի ապրիլ ամսվա տարրո կանխատեսումը խոյ նշանի համար։ Սիրելի խոյեր, հինգական քարտով ամսվա կարևոր իրադարձությունները կնայենք և մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլոր խոյերը իրենց կյանքում զգալու են, բայց դա կլինի տարբեր ոլորտներում, տարբեր ձևով, դրսևորումներով, քանի որ այս տարրո կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարրո կանխատեսում կամ անհատական հորոսկոպ, ծննդյան քարտեզի վերլուծություն, առաջիկա տարում սպասվելիք փոփոխությունները եւ այլն, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Իմ կոնսուլտացիան օնլայն է։ Այսպիսով, սիրելի ընկերներ, անցնենք մեր տարրո կանխատեսմանը, ամիսը ձեզ համար կսկսվի շատ հանգիստ, ամեն ինչ խաղաղ իր հունով կգնա։ Շատերը կունենան նոր սկիզբ, ձեր ձեռքի տակ ամեն ինչ կլինի, որ դուք ձեր ուզածին հասնեք, ինչ պլաններ ունեիք, ձեզ մոտ կլինի, կարծես ամեն ինչ ձեր ձեռքերում է, ցանկանաք ինչ-որ բանի հասնել, կհասնեք, եթե ոչ, կարևոր է, որ կարողանաք ձեզ ճիշտ ցույց տալ, ձեր հմտությունները ճիշտ ցույց տալ, կարողանաք մարդկանց հետ ճիշտ խոսել և այս ամենի արդյունքում դուք ձեր ուզածին կհասնեք։ Մեկի մոտ այն կարող է ուղղակի առօրյայում պայմանավորված լինել, մյուսի մոտ աշխատանքով, հաճախորդների հետ շփման մեջ և այլն։ Համենայն դեպս ամեն ինչ ձեր ձեռքերում է, ինչ ուզեք կլինի։ Որևէ տղամարդ, ով ծնված է խոյ նշանի ներքո, կրակի նշանի ներքո, կրակի տարերքի ներքո, դա է խոյ, առյուծ կամ աղեղնավոր, ինչ որ դեր է ունենալու ձեր կյանքում։ Այս տղամարդը իհարկե կարող է լինել հենց խոյ տղամարդը, դուք լինեք, բայց կարող է լինել նոր ծանոթություն կամ ձեր շրջապատից որևէ մեկը, նոր գոլեգա եւ այլն։ Ձեր ընտանիքի անդամներից գուցե որևէ մեկը լինի, այս տղամարդը համենայն դեպս ինչ որ ձևով ազդեցություն կունենա այս ամսում ձեր կյանքում։ Շատերը կունենան նոր առաջարկ, նոր հրավեր, նոր հանդիպում, թե այս առաջարկը հրավերը կլինի աշխատանքի ոլորտում, առօրյայում, թե ընկերոջ կողմից, բնականաբար ամեն մեկը մի ձևով կզգա, բայց համենայն դեպս ինչ որ առաջարկություն կստանան բոլորը։ Հնարավոր է նոր սիրային հարաբերություններ նաև սկսվեն։ Եվ ամսվա կեսից հետո զգույշ եղեք, որ չտրվեք գայթակղություններին, այսինքն ինչ է դա նշանակում, օրինակ ձեր սննդակարգը չխախտեք, ձեր առողջ ապրելակերպ օրինակ չխաթարեք, կամ չգերազանցեք արագությունը, ազարտային խաղերով մի տարվեք, եթե ինչ որ առիթ լինի վիճաբանության, մի տրվեք այդ հանգամանքներին, Ինչպես նաև մեքենայի մասին նշեցի, առհասարակ զգույշ եղեք, որպեսզի հնարավոր է նաև ինչ որ բացասական սովորություն ձեռք բերեք, այնպես որ զգույշ եղեք։ Այժմ նորալուսնի և լիալուսնի էներգիայի մասին, ամսի 13-ին է լինելու լիալուսինը, մի 2 օր առաջ և 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, այստեղ լիալուսինը ձեզ կբերի ինչ որ աշխատանք, կարծում եմ, որ այս աշխատանքը պայմանավորված կլինի հաճախորդների հետ, գուցե ուղղակի ձեր հաճախորդները շատանան, աշխատանքը շատ լինի, կամ նոր հմտություններ ձեռք բերեք, գուցե մինչ այս ինչ որ դասընթացների եք գնում, այս ժամանակահատվածում արդեն ստանաք ձեր այդ փաստաթուղթը և կարողանաք այդպիսով գումար աշխատել։ Եվ նորալուսին կլինի ամսի 27-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կթողնի, այս ժամանակահատվածում ձեզ աշխատանք է սպասվում, այսինքն ծանրաբեռնվածություն է սպասվում, արդեն կարծես մինչ այս շատ ծանրաբեռնված եք եղել, մի փոքր էլ մնաց, որ արդեն դուք հասնեք ձեր նպատակին, բայց այդ հարցում ձեզ կարծում եմ, որ կօգնեն։ Հնարավոր է նաև այս քարտը պայմանավորված լինի օրինակ գոլեգայի արձակուրդ գնալով և այդպիսով աշխատանքը ձեզ վրա շատ լինի, կամ ուղղակի հաճախորդները շատ լինեն, բայց կարծում եմ, որ այդ հարցում ձեզ որևէ մեկը կօգնի։ Այսքանը սիրելի խոյեր կապված ապրիլ ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։